ըստ էության Իսրայելը մեկ անգամ չի որ արել այդ հայտարարությունը բարձրագույն իր պաշտոնյաների բերանով, որ ավելի իսրայելամետ պրեզիդենտ այլևս մենք չենք ունենալու Ամերիկայում։ Այսինքն հիմա Թրամփի իշխանության տարիներին ինչին հասանք, դա էլ կլինի մեր վերին եզրը։ Դրանից այն կողմ մենք Ամերիկայում չենք ունենալու, ինչից ելնելով, ասենք, բոլորը պնդում են վերլուծաբաններից, լուրջ վերլուծաբաններից, որ տեղի է ունենում շատ բանով լատենտ, աներևույթ, բայց անցում դեպի Հնդկաստան։ Այսինքն Իսրայելը իր հնարավոր զարգացումները պատկերացնում է Հնդկաստանի հետ, Հնդկաստանի ռեսուրսի հիման վրա, եւ ինչը նաեւ տրանսֆորմացվում է ամերիկյան իրավիճակի վրա։ Բայց այս տեսակետից նշենք, որ նույն Էփշտեյնի գործը իր մեջ կրում է խորը ճնշում եւ պարտադրանք ներկայիս Ամերիկայի նախագահի համար։ Հատկապես ելնելով այն բանից, որ սրանից ընդամենը մի 10-12 օր առաջ ուղղակի հայտարարություն արվեց Կանադայի ներկայիս քաղաքացի հանդիսացող մի Իսրայելի հատուկ ծառայությունների բարձր պաշտոնյայի, որը թոշակի է անցել, որ իմ ձեռքում է գտնվում ֆայլերը, որոնք վերաբերում են ուղղակի ներկայիս ամերիկյան պրեզիդենտին, որոնք այդ գործի մասն են կազմում եւ նրանք չեն շրջաբերվում եւ թող դա հաշվի առնեն, այսինքն հասկանանք դա անձնավորություն չի, որի ասած խոսքը կարելի է եւ կամահարական համարել, կամարանքով վերաբերվել եւ դա անձնավորություն է, որին բոլորը ըստ էության ճանաչում են եւ գիտեն, որ դա Մասադի ականավոր գործիչների թվին դասվող անձնավորություն է, որը հայտարարեց, որ այո, Կանադայից, իսկ Կանադան, ինչպես պատկերացնում ենք, դա այսպես կոչված մեծ բրիտանական, անգլիական թագի երկրների թվում է եւ այնտեղից նա պաշտպանված կարող է գործել անվիճելիորեն եւ նշենք, որ հա, դա չի կարող ենթադրել, որ Թրամփը կարող էր ուղղակի շրջանցել այդ խնդիրները, որտեղ շրջանցելու դեպքում բոլորս պետք է լավ հիշենք, էլի Իսրայելը անհողդողդ է այդ հարցերում։ Նա շատ դաժան է վարվում, կլինեն դրանք ռմբակոծությունները, կլինեն դրանք սպանությունները, որոնք կազմակերպվել, բոլորը խոսում են այն մասին, որ ինքը որևէ կերպ պատրաստ չի կասեցնել սեփական ցասումը եւ կիրառում է այն ամենը, ինչը հնարավոր է կիրառել տվյալ պահին։ Դուք պատերազմի բուն պատերազմի ձգարման պատճառը տեսնում եք Իսրայելում։ Բոլորս գիտենք, որ աշխարհում որևէ պետության շահերը 100%-ով կամ 90%-ով կամ կուզեք 80%-ով չի համընկնում այս պատերազմի հարցում Իրանին խփելուն։ Բացի Իսրայելից։ Միայն Իսրայելին է, որ 100%-անոց անընդհատ շարունակվում է, այս արդեն 26-27 տարի է, նույն Նեթանյախուն նույն բանը ասում է, որ Իրանը մի շաբաթից, մի ամսից կստանա ատոմային ռումբը, այդ ատոմային ռումբ դա ասվում է հələ 90-ական թվականներից։ Չենք էլ այդ ոչ մի կերպ չի փոխվում, հիմա էլ սաստկացվել է նրանով, որ Իրանը պետքա ոչ միայն ատոմային ծրագիրը վերացնի իր արտադրության եւ վերարտադրության հնարավորությունները պետքա ոչնչացվեն բոլորի աչքի առաջ։ Դրանից բացի պետքա հրթիռները ոչնչացվեն, որոնք հասնում են մինչեւ Իսրայելի եզերքը, սահմանները։ Պետքա դրանից դուրս նաեւ Իսրայելի Իրանը հրաժարվի բոլոր այն ուժերից, որոնք իր դաշնակիցներն են, կլինի դա Համազը, կլինի Հեզբոլլան, թե որը կլինի, բոլորից պետքա հրաժարվի, զինաթափվի, այսինքն կանգնի պատի տակ, որ գնդակահարվի։ Այսպես ասենք, դա կապիտուլյացիայի շրջանակ է արդեն սպասարկում, ոչ թե պայմանավորվածությունների շրջանակ է, այլ կապիտուլյացիայի շրջանակ է, պարզ խոսենք, էլի, եւ դա դարձնում է այս հնարավոր բախումը անխուսափելի, որովհետեւ մի կողմից անձնական, ասենք, ճնշման հնարավորություններ, դրան գումարած նաեւ այնպիսի պայմանների առաջ քաշում, որոնք ընդունել հնարավոր չի ուղղակի։ Այսինքն որևէ մեկը սառը դատողությամբ մտածելու դեպքում չի կարող այդ պայմանները ընդունել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ոչինչ այդ ասածներից
անհրաժեշտ չի, բացի դրանցից դուրս եկած գլխավոր խնդրից Իրանում փոխել ռեժիմը։ Այսինքն հայտարարում է, որ դա մոլլաների ռեժիմ է, ճիշտ է խոսանք էլի, իրականում ինչքանով որ ես գիտեմ կարդալով ու ճշգրիտ, ասենք, պատկերացումներ ունենալով վերնաշենքի մասին Իրանում, այնտեղ ճնշող մեծամասնությունը, բացարձակ ճնշող մեծամասնությունը հոգևորականություն չի։ Հոգևորականներ շատ քիչ կան այդտեղ, ամբողջ այդտեղի եղած բազմությունը հավատացյալ է, բան չենք ասում, դեպի հավատացյալ է, իսլամադավաններ են, բայց դրանից չի հետևում, որ այդ մարդիկ հոգևորականներ են եւ ցնդած հոգևորականներ են, ինչը ներկայացվում է, իսկ ինչու՞ է այդ ցնդածությունը արտահայտվել, էլի։ Ոչ մեկը այդ պատասխանը չունի։ Ում վրա է հարձակվել Իրանը։ Ոչ մեկի վրա Իրանը չի հարձակվել։ Համենայն դեպս վերջին 300 տարում որևէ այդպիսի լուրջ որևէ արտաքին ագրեսիա այդ երկիրը չի իրականացրել։ Նույնիսկ սինագոգ ունեն եւ հրեական համայնք։ Ամենահին հրեական համայնքը գտնվում է Իրանում եւ ամենաբազմամարդը իսլամական երկրներում։ Հիմա այս ամենով հանդերձ այնուամենայնիվ դիտարկվում է, որ դա մոլագար մոլլաների համակարգը, այնտեղ մարդկանց ուղակի պատժում են փողոցներում, գլխատելով էսով, այնով, հա այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Մեզ հետաքրքրում է մի բան։ Իրանի փլուզման դեպքում մեր իրավիճակը ինչպեսի, որտեղ փլուզման են տանելու, այսինքն արդեն հանձնարարված է յուրաքանչյուր կողմին, ուրեմն կողմերը 3-ն են։ Առաջինը բելուջիները, հանձնարարված է, որ դուք ձեր սահմանադրությունը կազմեք, որովհետև դառնում եք առանձին պետություն։ Հանձնարարված է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քրդստանին, դուք եւս կազմեք, եւ ամենակարևորը հանձնարարված է նաեւ Ադրբեջանին, որ Թավրիզ կենտրոնով, Թավրիզ մայրաքաղաքով դուք էլ ձեր, այսպես կոչված, մեծ Ադրբեջան պետության սահմանադրությունը կազմեք։ Հիմա այս ամենով հանդերձ ոնց ենք պատկերացնում, որ Իրանը պետք է հանդուրժի այդ ամենը։ Իրանը դնենք մի կողմ, Չինաստանը ոնց պետք է հանդուրժի։ Բոլորս գիտենք, որ չինական համակարգը եւս արտաքին ագրեսիայի համակարգ չի։ Ոչ մեկի վրա էլ, ասենք, այնպիսի հարձակում չի գործել, որը հա մի ծայրահեղ մի բան ա եղել, գնաց է նվաճել են, ոչ։ Դա եւս համակարգ է, որը աշխատում է նույնիսկ իր ազդեցությունը չհանել։ Նա ամբողջ պատմության ընթացքում ունեցել է ճանապարհային զարգացում։ Մեծ մետաքսի ճանապարհից սկսած իր սարքածն ա եղել։ Եվ հիմա Իրանով է ուզում ես թե չէ ուզում, անցնում այդ ճանապարհները։ Եթե Իրանը արանքից դուրս եկավ, այդ նշանակում է, որ Չինաստանը կորցրեց իր զարգացման հնարավորությունների մի հսկա ռեսուրս։ Եվ BRICS-ը որպես այդպեսին կարելի է գրել, որ արդեն կանգ առավ եւ հիմա հետընթաց է ապրելու, որովհետեւ Իրանը կորավ։ Իրանը գնաց ձեռքից։ Ինչի մարաբերվում շահի որդին, երբ որ ասում են շահի որդի։ Ես դեմ չեմ, էլի շահի որդին, լավ է, վատ է, հիմա շահի որդին է, կոչվում է էլի Ռզա Կյուրոս Փեհլևի, այդ Կյուրոսն է, այդ հոր որդին է, հասկացանք։ Այդ մարդը կարող է այդ խառնիճաղանջ ջախջախման վիճակում պահել երկրի ամբողջականությունը, եթե որևէ կապ չունի այդ երկրի հետ։ Այսինքն, եթե բերեցիր, երկրում այդ մեր ասած մասերը տեղնուտեղը տարանջատվելու են։ Միևնույն օպերացիայի այլ դիմապատկերն է, բայց նույն բանն է, նույն բանի մասին ենք մենք խոսում։ Այս ամենը ես համարում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք եւ մեր երկիր մուտք չգործի այնպիսի քանակություն թուրքերի, ադրբեջանցիների եւ այլն, որը մեր համար դառնա ներքին հարված։ Հարվածային զանգված չի կարելի ունենալ։ Եվ սա ահազանգ որպես թող կախված լինի մեր իշխանության ականջներից, որ չի կարող այդպիսի բան լինել, որովհետեւ Ալիևը հայտարարել է, որ 500,000 տղամարդ պետք է գան Հայաստան։ Այդ ինչի ասում, որտեղ այդ մեծ Ադրբեջանից հնարավոր է 500,000-ը բերել ստեղ եւ վերջնականապես տարալուծել Հայաստանը եւ դարձնել բացարձակ վասալիցետային, որտեղ վերջին հաշվով կկայանա եւս մեկ ադրբեջանական պետություն։ Կլի 15 տարուց, 20 տարուց եւ 8000 տարվա մեր երթը աշխարհի պատմության հնագույն քաղաքակրթություններից մեկի երթը կընդհատվի, ինչից ելնելով մենք հայրենիքի խնդիր ենք լուծելու։ Մենք մեր սերունդը, որ չթողնենք մյուս սերունդներին։ Նախ շարունակություն ասեմ պարոն Խաչատրյանին, որ Պարսկաստանում ամենահին ու ամենամեծ
հրեական համայնքը կա, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի 46 թվականին, երբ որ Իսրայելը ստեղծվեց, հրեաներին ասեցին պետքա դուրս գաք։ Հրեաների մի մեծ խումբ չի դες դուրս գա, ասացին մենք իսլամ կպաշտենք, բայց մեր իսլամը Պակիստանից բերեցին Աղա Խանին եւ գրանցվեցին որպես Աջմի տրայբի մեջ, յամերն են դրանք կոչվում, հա։ Իմիջայլոց ես որ տիրապետում եմ համարյա բոլոր արաբերեն դիալեկտներին, բացի այդ Մորոկոյի եւ Թունիսի, այդ յամերի լեզուն հատուկ եմ սովորել։ Այդ արաբները այդ յամերի, հա, Աջմի, ալ-Աջման, ցեղի միթամ իբր հետևորդներն են, նրանք Իսմայելի հետևորդներ են եւ յամերի երկու եղբայրներից մեկը դարավ հութիները։ Այսինքն նրանք արաբ են, կռվում են Իսրայելի դեմ, ոչ, նրանք հենց արյունով հրեաները, որ մնացին, չգնացին Սաուդյան Արաբիայից, երբ որ Իսրայելը ստեղծվեց։ Այսինքն այդ հութիները, որ Սաուդիայի դեմ են կռվում, այդ յամերը, որ Սաուդիայի մեջ են, իրականում նրանք արյունով հրեաներ են եւ ընդհանրապես կապ չունեն իսլամի հետ, ինչքան էլ Իսմայելին համարվի շիայի գիծ, բայց նա ընդհանրապես ուրիշ փիլիսոփայությունն է, ոնց որ դրուզներին է։ Հիմա հարցը արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ձեռ է տալիս, անձնական կարծիքս այսօր ոչ, բայց այդ քողարկված Իսրայելը ստեղծվելու է Պաղեստինից մինչև Պարսկաստան, հա, Սիրիայով, Իրաքով, Քրդստանի տակ իբր, բայց քողարկված Իսրայելը ստեղծվելու է։ Այսօր Իսրայելին կամ Ամերիկային ձեռատալիս նրանց մասնատումը ես կասեի ոչ, քանի որ Ամերիկան իր հարցերն է լուծում, Իսրայելը Իրաքը էլ չկա, որպեսզի սպառնալիք լինի եւ զենք ծախի տարածաշրջանում, առաջ ասում էր Սադամը կհարձակվի, ինքը ռուսական MiG-27-ն է առել, դուք էլ իմ F-16-ը պետք է առնեք։ Հիմա նույնը այդ գործոնը Իրանն է։ Եվ էլի եմ ասում, չմոռանանք ով բերեց այսօրվա շահին, երբ որ ֆրանսիական ավիաուղիներով նրան բերում էին, որ հեղափոխությունը շահին չէ, կներեք, Խոմենիին, հա, երբ որ շահը ասեց ես կխփեմ այդ ինքնաթիռը, ամերիկացիք ասեցին, եթե դուք խփես, մենք քեզ կվերացնենք։ Այսինքն ով բերեց, մավրը եկավ, մավրը իր գործը արեց, ես չեմ գտնում, որ ինքը իր գործը արել է, եթե գործը արածը մեր իհարկե փոխարինելու են իրան։ Հիմա ինչ վերաբերում է շահի որդուն, ինքը այտենց լուրջ դեմք չի, բայց իր կինը, որ քաղցկեղը հաղթահարեց եւ իր աղջիկը, որ ամուսնացել է հրեայի հետ, հա, դա այդպես էլ լավ չի ընդունվում բանում, Պարսկաստանում, քանի որ իրենց դուստրը եւ իր կինը, այդ ուժեղ կինը, որ կա, նա համարվում է Իսրայելի գործակալ, իսկ աղջկա ամուսնությունը հրեա այդ միլիարդատեր ընտանիքին Պարսկաստանում շատ վատ է ընդունվել, գումարած դրան իրանք էլ ցեղի մեջ ունեն տարբերություն, մի մասը Անգլիայում է, մի մասը Ամերիկայում, այսինքն դե եղբայրն ինքնասպան եղավ։ Հա, այսինքն ասել, որ Ամերիկային անձնական կարծիքս այսօր ձեռնտու է, ես չեմ կարծում։ Այո, կան բազմաթիվ հարցեր են լուծում Չինաստանին պատժելու, քանի որ Չինաստանի էկոնոմիկան այսօր, եթե նավթը հասնի 150-ից բարձր վտանգի տակ է, 200-ի հասնի, նա որոշ ժամանակ մեծ դժվարությունների տակ անգնելու, միջև ձևափոխվի, ձևավորվի, մի քանի ամիս Չինաստանին չոքացնելու են։ Ներկայիս կատարող իրադարձությունները, երբ սկսեցին այդ միտինգները, միտինգների ընթացքում ես կցանկանայի, ինչ վերաբերում է Հայաստանին, նշել, որ միտինգավորները, այսպես են ասում, հա, բողոքականները քանդեցին, վառեցին երկու հայկական եկեղեցի։ Մենք դրա մասին չենք խոսում։ Այսինքն այն, որ Միացյալ Նահանգների կողմից խրախուսված, քաջալերված մասնակցում են պետականության կարգերի դեմ, Իրանի տերիտորիալ ամբողջականության հարցերով, նրանք նույն դիրքն են գրավելու, ինչպիսին եղել է Իրաքում, ինչպիսին եղավ Սիրիայում։
Եվ մենք շատ մեծ հարցեր ունենք, հիմնականում հայերի, այնտեղ ապրող հայերի, մեր հայրենակիցների հետ կապված։ Իսկ ուզեի, թե այստեղ Վարդան Խաչատրյանն է նստած, հարգարժան, նշել, որ անդրադարձավ, որ դրանք մոլի իսլամ պաշտողներ չեն, որովհետև հիմնականում նրանց մոտ զրահապաշտությունն է, որը մեր աշխարհից է գնացել, այդ քարանջից տարած, այդ ռաշիֆրոկան, բացահայտումը աղավաղումներ արել են եւ նույնիսկ իրանական հեղափոխությունը Միացյալ Նահանգների կողմից, որ իրականացվեց, դա նրանք ցանկանում են նորից վերադառնալ զրահապաշտությանը։ Զրահապաշտության, ես ներողություն եմ խնդրում հայերեն այդ հնչեղության հետ կապված։ Լսողների համար։ Այո, այսօր մենք գիտենք, որ Ռուսաստանի, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունը իր բոլոր բարեկամներին միշտ էլ այս վերջին շրջանում հատկապես, նույնիսկ հիշում եք, որ մի 5 թե 7 տարի առաջ, երբ առաջի սանկցիաները մտցրեցին, միջադեպ առաջացավ եւ չապահովեցին վրտագոտներով, ուղեթիռներով, եւ դրա դիմաց Իրանի պետականությունը պահանջեց, այդ թվում նաեւ SS 300 հակաօդային պաշտպանության ռազմական այդ օբյեկտների համար եւ պահանջեցին, որպեսզի դրա դիմաց տուգանք վճարեն։ Իհարկե, եթե Ռուսաստանի Դաշնությունը իր դաշնակիցների նկատմամբ նորմալ մոտեցում ունենար, ինչպիսին պետք է ունենար հայերի նկատմամբ, այսօր արդեն խոսք է հասնում, որ Ռուսաստանի Դաշնության ներսում պետք է արդեն գործի տրիբունալ նրանց մեղադրելու համար։ Նման տրիբունալ պետք է լինի նաև Կադաֆի հետ կապված հարցերում, նման հարցեր պետք է լինի նաև Իրաքի հետ կապված հարցերում, Սիրիայի հետ կապված հարցերում։ Ռուսաստանում արդեն անցել է այն պայմաններին, որ նրանք հազիվ թե տիրություն անեն, ես չեմ սպասում։ Եվրոպան հիմնականում իր անհանգստությունն է առաջացնելու, բայց այսօրվա կատարվող երկրորդ էտապը խոսում է նրա մասին, որ արդեն Տրամպի եւ այդ կուսակցության մահացական Միացյալ Նահանգներում կնքված է։ Անկախ նրանից, թե ինչպես է վերանալու, որովհետև առաջի օրվա կատարված իրադարձություններում ես չեմ ուզում նշել, արդեն 200 գրուզները երբ հասնեն Միացյալ Նահանգներ, արդեն կանգնեցնել հնարավոր չի լինելու։ Եվ ինքնիսկյան բոլոր, նորից եմ նշում, բոլոր այդպիսի գերտերությունները, այսօր պետք է մենք նշենք, որ այդ գերտերությունը առաջացել է մեր հարցերի քննարկման ժամանակ, երբ մենք խոսում ենք, երբ առաջի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահը միջազգային հարցերին մասնակցել է մեր հարցերի քննարկումով։ Միացյալ Նահանգները առաջին խաղապահ ուժերը եկել են մեր հարցերի քննարկման ժամանակ։ Եվ այսօրվա դրությամբ դա երրորդ Ատլանտիկան է, այսինքն ձևավորված առաջի երկուսը գերմանացիների կողմից, այսօր արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան թողնելով իր ունեցած օրինական, դատական, օրենսդրական կարգերը, որ նրանց նախագահ Նոբելյան մրցանակ ստացել, որ տարածել հին աշխարհում, արդեն երկու աշխարհամարտներով եւ այսօր առավել եւս այդ ջմնաները չեն թողում, որ տարածվի եւ տանում են Միացյալ Նահանգների վերացմանը եւ այստեղ մենք մեծ խնդիր ունենք այդ ստորագրած փաստաթղթերի Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ դրանք իրավական փաստաթղթեր չեն, դրանք պայմանավորվածություններ են, դրանք մտադրություններ են, իսկ մտադրությունները որևէ պահանջարկ կամ որևէ պարտավորություն չի ընդունում եւ այստեղ մեծ անելիքներ ունենք։ Առաջինը գաղթականների, մեր հայրենակիցներին ընդունելու եւ մեր վաղվա օրը կազմակերպելու համար։